Ես ոնց հասկացա, մի քիչ առաջ ընկնեմ, Ադրբեջանը իր ճանապարհը սարքել է, եկել հասել է մինչև Հայաստանի սահմանների մոտ։ Հիմա Հայաստանը իր ճանապարհը չի սարքում։ Նրանք շուխուրը դրել են, ասում են ախպեջան, կամ Տրամպի ծրագիրն արեք, կամ Ռուսի ծրագիրն արեք, բայց այդ միջանցքը արեք, տվեք մեզ։ Այս Ալիևը ոնց ուզեցավ այդ Տրամպը սարքի, то Ռուսի խոսք գնաց, ինչ ստորագրես բան արեց, ասին քեզ կտանք այդ ճանապարհը, չտվին, այդ լավ թքած այդ Ամերիկայի հետ գործը բռնեմ, գնաց Ամերիկայի հետ կապեցին բան, բայց էդ էլ չեն անում, ասում են ախպեջան, հիմա մի բան արեք, այդ միջանցքը մեզ տվեք, որ մենք մեր ճամաշնիկով գնանք։ Այդ բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շրջվեց դեպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու հարցրեց նրան. «Ինչու դադարեցիք հայերի դեմ հարձակումը, չէ՞ որ նրանք փախչում էին, իսկ ձեր բանակն անհամեմատ ավելի ուժեղ էր»։ Ըստ Վիտքոֆի Ալիևը պատասխանել է. «Ես այդքանն էի ուզում հետ բերել այն, ինչ գրավել էին հայերը»։ Հիշում եք ինչքան ա եղել, որ ասում էին, որ Ամերիկան չի թողնում, որ Սյունիք մտնի, չէ, այնտեղ կար Իրան, այնտեղ կար Ռուսաստան, որը չէին թողում մտներ Ալիևը գալ առաջ։ Կարող Ալիևն էլ այդքան խելք ուներ, ասում էր լավ, այդքան ապուշ չլեմ, չգամ մտնեմ, ինչ հիմա բանի վրա եմ ուրիշ երկիր մտնելու, հասկանում էր այդքան բան։ Իսկ Սպիտակ տան էլ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կենտրոնական Ասիայի 5 երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հիշել է իր անունը կրող ճանապարհը։ Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ Թրամփի ուղին կխթանի առևտուրը եւ հույս հայտնել, որ Կենտրոնական Ասիայի երկրները եւս կկարողանան օգտվել ստեղծված խաղաղությունից եւ տնտեսական օգուտներ քաղել այս ճանապարհից։ Ես մինչև հիմա չէի լսել, բայց ռուսները արդեն սկսել են նոյեմբերի 10 իրանց բանն էլ առաջ բերեն, ասել ախպեջան, էնի մեզ է խոստացել։ Ռուսաստանի արտգործնախարարությունն էլ այսօր հայտարարություն տարածեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտի նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակոմ հայտարարության առնչությամբ, ընդգծելով, որ դրանից հետո Մոսկվայի միջնորդությամբ եւս 4 հայտարարություն է ընդունվել, որոնք մինչև օրս մնում են ուժի մեջ։ Մի խոսքով, հարգելներս, ես ոնց հասկացա այդ ճանապարհը, որ բացվելու է, все-таки բացվելու է 3+3 գծով, արդեն ճանապարհը սարքում Իրանը իր համար, Ռուսաստանն արդեն ստեղ ունի։ Մի խոսքով ոնց ես հասկացա, Իրանն էլ կեթա կգա, Ռուսաստանն էլ կեթա կգա, Ադրբեջանն էլ, Ղազախստանն էլ, Կիտայն էլ ոնց ուզենան էթալու գալու են։ Բայց ինձ թվում է 3+ ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում, ԱԳՆ-ի խոսնակ։ Մի խոսքով ինձ թվում է Ադրբեջանում կհավաքվեն, արդեն Իրանով, բանով, սենց բոլորը կորոշեն, թե ոնց են անում, ինչ են անում։